Եթե չեմ սխալվում, հայկական հիմնադրամով հավաքվեց $170 միլիոն, որից 30% նվիրատուները հենց հայրենիքից էին։ Մի հատ խնդրում եմ այդ 30% այդ $170 միլիոն հանեք, հետո այդ մնացած գումարը բաժանեք Սփյուռքում ապրողների մեջ ու ես չեմ ուզում խոսել։ Ինչ է նշանակում մենք տվեցինք, մենք բա ինչ արեցինք։ Բա այսքան զինվորներ, որ զոհվեցին, այսքան ծնողներ, որ իրենց ամենաթանկը տվեցին, բա նրանք ինչ ասեն։ Ես չեմ ուզում անհայրենիք դառնալ։ Ես չեմ ուզում։ Մենք գիտենք ինչքան հզոր պետություններ են վերացել։ Մենք լավ գիտենք, որ պատերազմները չեն մղվել միայն տարածքների համար, մղվել են նաև մշակույթի համար, մղվել է հենց մշակույթի համար, ինքնության համար։ Վերջերս Գլենդելի, պես ասեմ, ակտիվ համարվող դեմքերից մեկը, որը քաղաքապետի թեկնածու է, առաջադրվել, իր էջում կիսվել է մի տեսանյութ, որտեղ Տիգրան Ասատրյանի երգը անվանել է հայկական մշակույթ եւ ինքնություն։ Չգիտեմ դու միտում նա որ արեցիր այդ թե չէ, բայց չեմ ուզում անդրադառնալ շատ խոսել դրա մասին, որտեվ եթե խոսեմ, ոնց որ ասում են կլինեն լաց եւ ատամների կրճտոց։ Ընկերներից մեկից մի հետաքրքիր բան իմացա եւ շատ ուրախացա այդ փաստի հետ կապված։ Ասում է, որ երբ սկզբնական փուլում առաքում է կատարելուց եղել, բոլոր այն հայերը, ովքեր եղել են պատվիրատուն, թեյավճար են թողել պարտադիր։ Այ դա համայնքային մտածելակերպ է։ Այն ժամանակ որևէ հայ, երբ բիզնես էր բացում հայկական հատկապես, ինքը մտածելու տեղ ուներ։ Կարողա բացեմ ու չաշխատի։ Այսօր այդ խնդիրը չկա, այնքան շատ են հայերը, եթե այդ բիզնես բացողը ճիշտ մարդ է, ու եթե հայերը այդ քո ասած գիտակցությունը ունենան, ուրեմն բիզնեսը անպայման կհաջողի։ Ադրբեջանը գումար չի խնայում, որպեսզի երիտասարդներ պատրաստի եւ Վաշինգտոնյան ամենաբարձր կառույցներում ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին օգնականներ դարձնի։ Քանի օգնական ունենք? Հայ։ Իսկ քանի օլիգարխ ունենք? Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհ է պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօրվա մեր սրուցակիցը Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայ գործարար, հասարակական գործիչ Կարեն Վարդանյանն է։ Բարև ձեզ Կարեն։ Ինչպես միշտ հաճելի է ձեզ տեսնել մեր տաղավարում։ Կարեն այն հայերից եք, որը երկար տարիներ ապրելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում իր գործունեությունը ծավալելով եւ բնականաբար շատ զբաղված լինելով ոչ մի կերպ անտարբեր չի մնում հայրենիքում տեղի ունեցող տարբեր հարցերի հետ կապված տարբեր խնդիրների շուրջ, միշտ արձագանքում եք եւ ես միշտ եւ հիանում եմ եւ զարմանում եմ, որովհետեւ շատ հաճախ նաեւ թիրախավորում եք ձեր անձը։ Այո, դա այդպես է ու դա լավ չէ, դա նորմալ է։ Ես այլ կերպ չեմ էլ պատկերացնում ինձ, վերջերս մեր առաջնորդի հետ Հովնան Սրբազանի հետ էի խոսում, ասացի իրեն, որ Սրբազան, ես արդեն մոտավորապես 48 տարեկան եմ դառնում եւ ես իմ կեսվածքը չեմ փոխելու։ Ու դա նորմալ է։ Այո, ես այն հայերից եմ, ով մտահոգված է իր հայրենիքով, ով իր հայրենիքը սիրում է։ Իրես Հանուշ ջան, երբ ես տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ ապրելու, կարելի ասել դատարկ գրպանով, ու ես կայացա Միացյալ Նահանգներում, ես նաեւ սկզբունքորեն հավատարիմ եմ Միացյալ Նահանգներին, որովհետև այնտեղ կայացել եմ, այնտեղ ստեղծել եմ ընտանիք, այնտեղ ապրում եմ, բայց ինձ համար հայրենիքը Հայաստանն է եւ ես, այո, ու քանի որ ես նաեւ հասարակական գործունեությամբ եմ զբաղվում եւ նաեւ քանի որ իմ կրթությունը հոգեվոր է, ես համարում եմ, որ Աստված ինձ հենց այս տեսակն է ստեղծել, որպեսզի ես հենց այսպես էլ ապրեմ։ Եթե հարկ եմ համարում, գիտես ճիշտ ես ասում, շատ հաճախ թիրախավորվում եմ։ Շատ հաճախ մարդիկ սկսում են, չգիտեմ, բաժանել տարբեր, ասում են դու այս կուսակցությունն ես սատարում, դու այն կուսակցությունն ես սատարում։ Չէ, ես սատարում եմ իմ հայրենիքին, ես հավատարիմ եմ իմ հայրենիքին, ես հավատում եմ
մեր վաղվա, մեր լավ օրվա հայրենիքին։ Ու եթե մենք չպայքարենք այդ լավի համար, բնականաբար չենք ունենալու։ Այո, դրա համար էլ այդպես է, ճիշտ ես նկատել, շատ հաճախ ես անդրադառնում եմ անգամ այն մարդկանց, ում հետ շփում ունեմ, չգիտեմ, նախարար կլինի, սփյուռքի հանձնակատար կլինի, բայց այդ նորմալ է։ Եթե մարդիկ պատրաստ չեն լսեն կարծիքը, թե ինչպես են մտածում իրենց մասին մյուսները, այդ լավ չի։ Իրենք պիտի պատրաստ լինեն նաև, որովհետև այո, այդպես է։ Եթե մենք առողջ հանրություն ենք ուզում, ու ես էլ այո, իրենց մեր համայնքը բավականին մեծ համայնք է, մեծ։ Եթե նախկինում ասում էին Ռուսաստանի համայնքն է մեծ, հայ համայնքը կոնկրետ Մոսկվայի, այսօր Լոս Անջելեսի շրջանում 1.5-2 միլիոն միգուցե հայեր են ապրում, հատկապես այս վերջին տարիներին, երբ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը եղավ, ոչ միայն Հայաստանից հայեր տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ, այլ նաև Ուկրաինայից ու Ռուսաստանից, այսինքն համայնքը շատ մեծ է։ Եվ այո, ես սիրով, ճիշտ է, շատ դժվար է համատեղել բիզնես, հասարակական գործունեություն, նաև ինձ համար գիտես այսպես ես կենտրոնացած եմ եկեղեցու հետ կապված բոլոր խնդիրներին, բայց փառք Աստծո ես միշտ Աստծուն աղոթում եմ, որ Աստված ինձ ինչքան ուժ կարողություն տվել ես, ես պայքարելու եմ։ Բայց համայնքը արդյոք համախմբված է, եւ եթե համեմատենք տարիներ առաջվա, օրինակ 10 տարի առաջվա, գնալով ավելի համախմբում կա, թե հակառակը։ Ոչ, համայնքը համախմբված չէ։ Ինչպես ընդհանրապես հայ ազգը համախմբված չէ, այդպես էլ համայնքը համախմբված չէ։ Բազում հարցեր են լինում։ Անգամ լինում են դեպքեր, երբ դու խոսում ես իրենց օգտին, որ հարկավոր է համախմբել։ Նախքան Միացյալ Նահանգները երբ ընդունեց եղեռնը, մենք ամեն տարի ապրիլի 24-ին տասնյակ հազարավոր հայեր էին դուրս գալիս փողոց։ Երբ ճանապարհները փակվում էին Հոլիվուդում, այսպես հայի ուժ էր երևում։ Ու երբ որ դու մարդկանց հետ խոսում ես, մարդկանց ասում ես, որ դա միայն հենց այդ ապրիլի 24-ի համար չէր, դա ուժ է, դա Լոս Անջելեսում, Միացյալ Նահանգներում, դժբախտաբար մենք այո այդպես ենք, մենք այսպես տենց մեզ համար հեշտ է բաժանվենք, ամեն մեկը ինքն իր համար եւ վերջ։ Ինչին ես դեմ եմ, երկար տարիներ ես աշխատում եմ այս հարցի շուրջ եւ Աստծո կամքով հուսով եմ շատ շուտով դա կդառնա իրականություն, մենք իբրև միավոր փորձում ենք հիմա ստեղծել հայկական համայնք։ Մեր նախնական զրույցի ժամանակ ասացիք, որ Սփյուռքը նաև նրա համար է, որ այնինչ դուք Հայաստանում չեք կարող խոսել բարձրացնել։ Այո, ես դա միշտ եմ ասում, տեսեք, այսօր այնպես է ստացվել, պարզ է, չէ՞, մեր հայրենիքը փոքր երկիր է։ Ես շատ լավ պատկերացնում եմ ինչ է նշանակում անկախ հայրենիք, եւ շատ լավ պատկերացնում եմ, որ այդ ինչքան էլ ես այդ կրողն եմ, այդ ինձ համար անկախությունը դա մի ուրիշ բան է, բայց ես նաև հասկանում եմ, որ մեզ նաև գերտերությունները թելադրում են։ Այդ դեպքում ես միշտ ասում եմ, որ Սփյուռքը շատ կարևոր է։ Սփյուռքի համախմբվելը ու Սփյուռք միայն նկատի չունեմ Միացյալ Նահանգների կամ Լոս Անջելեսի Սփյուռքը։ Նկատի ունեմ հայրենիքից դուրս ապրող 7 կամ 8 միլիոնանոց Սփյուռքը։ Այդ Սփյուռքը պիտի շատ ուժեղ լինի։ Ու քանի որ եւ հատկապես Միացյալ Նահանգների Սփյուռքը, քանի որ մենք անկախ ենք, քանի որ մեզ գիտես երբեք այս 26 տարիների մեջ չի եղել դեպք, որ մեկը իմ դուռը թակի ինձ ասի, գիտես ինչ կա, դու քո հայրենիքի համար պիտի չպայքարես, դու քո հայրենիքի համար ֆրիվեները պիտի չփակեք, դու չգիտեմ դրոշակները պիտի չբարձրացնեք, պիտի չգիտեմ այս սենատորից կամ այն կոնգրեսմենից չպահանջեք։ Փառք Աստծո, մեզ Միացյալ Նահանգները երբեք խոչընդոտ չի եղել եւ մենք միշտ կարողացել ենք խոսել։ Ու հիմա շատ կարեւոր է, պատկերացրեք, եթե հարց բարձրացվի, այսինքն եթե մի հատ խնդիր կա լուրջ, եթե հայրենիքում, այսինքն ներկայիս իշխանությունները, եթե պիտի մի հարցի անդրադառնան ու դա պիտի վտանգ բերի հայրենիքին, այդ նույնը կարող է անել Սփյուռքը։ Ինչը մենք արել ենք, մենք 2022-23 թիվներ ֆրիվեները փակեցինք, չգիտեմ, ստիպելը մի քիչ կոպիտ բառ է, բայց այնպես արեցինք, որ Ադամ Շիֆը
ՄԱԿ-ի արտահերթ խորհրդի նիստ հրավիրեց Հայաստանի հետ կապված, Արցախի հետ կապված։ Ու նմանատիպ բազում հարցեր։ Այո, ես դրա համար մտածում եմ, որ Սփյուռքը շատ կարևոր է, որ շատ ուժեղ լինի, շատ ուժեղ։ Հիմա այսօր Սփյուռք հայրենիք հարաբերությունները այդքան էլ լավ չեն, այդ կապը կտրված է, դժբախտաբար։ Չեմ ուզում անվանական որևէ մեկին մեղադրել, ես հասկանում եմ, այնտեղ խնդիրները տարբեր է։ Ենթադրում եմ, որ իշխանությունները չեն ուզում, որ Սփյուռքը, այսինքն կոպիտ ասած, հայրենիքի ներքաղաքական հարցերին խառնվի, Սփյուռքը ուզում է խառնվել, Սփյուռքն էլ մի քիչ տարբեր է։ Այսինքն, եթե մենք խոսում ենք այն ավանդական կուսակցությունները, 5 կուսակցությունների մասին եմ խոսում, Դաշնակցություն եւ այլ, բայց նրանք էլ պիտի հաշվի առնեն, որ այսօր այլևս իրենք փոքրամասնություն են։ Այսօր Հայաստանից արդեն դուրս եկածները, հայաստանցիները, ովքեր որ ապրում են հայրենիքից դուրս եւ ովքեր արդեն դարձել են Սփյուռք, համայնք, նրանք ավելի շատ են։ Ու այստեղ արդեն հայացքների բախում կա։ Այստեղ օրինակ ես Արցախյան 44-օրյա պատերազմներին չի եղել ցույցեր, որոնք որ կազմակերպված են եղել Դաշնակցության կողմից, որ ես մասնակցած չլինեմ։ Մասնակցել եմ այնքան, եթե աջակցելու հարց կա, եթե, չգիտեմ, պիտի դրամահավաքություն անենք, չգիտեմ, պիտի աջակցենք, պիտի օգտակար լինենք, ես կանգնած եմ, որտեղ որ խոսել են քաղաքականությունից, ես չկամ, որովհետև մեկը մյուսի հետ կապ չունի, եկեք կողմնորոշվենք, մենք հիմա խոսում ենք քաղաքականությունից, թե այսօր պատերազմի մեջ ենք մենք եւ հարց ենք լուծում մեր հայրենիքին օգուտ տալու։ Սա շատ կարեւոր է, եւ ես մեծ հույս ունեմ, որ ինչ որ մի ձև այդ մենք այդ կամուրջը նորից կառուցելու ենք եւ Սփյուռք հայրենիք այդ համագործակցությունը շատ ուժեղ պիտի լինի։ Ու ես միշտ եմ ասում, հատկապես Լոս Անջելեսում միշտ ասում եմ, խոսում եմ, վերջերս Նոր Հյուպատոսի հետ էլ քննարկում էինք, որ հայրենիքից ծրագրեր բերեք, անգամ վերջերս Մարկոսյան Հայկի հետ ենք քննարկել, մի հատ շատ լավ պրոյեկտ ունենք, Լոս Անջելեսում պիտի իրականություն դարձնենք, շատ կարևոր է սա, շատ կարևոր։ Եվ երկկողմանի պետք է գիտակցենք, որ իսկապես Սփյուռքը շատ կարևոր դեր ունի հայրենիքի կյանքում եւ առանց հայրենիքի, առանց Հայաստանի էլ Սփյուռքը այլևս գոյություն չի ունենա։ Այսինքն այդ շղթան փոխկապակցված է։ Գիտես, այս մենք մի հատ էլ ուրիշ խնդիր կա, իհարկե ես դրա հետ խնդիր չունեմ, բայց Սփյուռքում նաեւ մարդիկ կան, իհարկե ես մի քիչ շատ բարկացած եմ այդ հարցի շուրջ, հիմա եթերը գնալուց միգուցե շատերին զայրացնեմ, նույն պատերազմի օրերին խոսեցինք, մինչև այսօր մարդիկ կան, ովքեր խոսում են, այսքան դրամ տվեցինք, դրամահավաք եղավ, այսքան փող տվեցինք, այնքան փող տվեցինք։ Գիտես, վստահ եմ գիտեք այդ թվերից։ Եթե չեմ սխալվում, հայկական հիմնադրամով հավաքվեց 170 միլիոն դոլար, որից 30% նվիրատուները հենց հայրենիքից էին։ Մի հատ խնդրում եմ այդ 30% այդ 170 միլիոն դոլարից հանեք, հետո այդ մնացած գումարը բաժանեք Սփյուռքում ապրողների մեջ ու ես չեմ ուզում խոսել։ Այնպես որ հասկանում ենք, չէ, որ մենք այդքան էլ արդար չենք։ Եվ հետո ի՞նչ է նշանակում մենք տվեցինք, մենք բա ինչ արեցինք։ Բա այսքան զինվորներ որ զոհվեցին, այսքան ծնողներ որ իրենց ամենաթանկը տվեցին, բա նրանք ինչ ասեն։ Մենք մի քիչ պիտի բան անենք, էլի, մի քիչ մենք պիտի ֆիլտրենք մեզ, էլի։ Մենք պիտի այդ առումով, գիտեք, բիզնեսի մեջ ինչքան ուզում եք, եկեք բիզնես անենք։ Չգիտեմ, եթե պետք է մեկին զրկել, մեկին շատացնել, ինչ ուզում եք, բիզնեսի օրենքներով։ Բայց ինչ վերաբերվում է հայրենիքին, եկեք շատ զգուշ մոտիկանանք այդ հայրենիքին։ Այդ հայրենիքը միայն իմը չէ, քոնը չէ, այդ հայրենիքը սրբություն է, այդ հայրենիքին չի կարելի կպնել։ Չի կարելի դե այդ ուրիշ բան է, ու եթե ես չեմ ուզում անհայրենիք դառնալ։ Ես չեմ ուզում։ Մենք գիտենք ինչքան հզոր պետություններ են վերացել։ Ես չեմ ուզում նմանը։ Ես ուզում եմ թեկուզ այս փոքրը որ մնացել է, մենք հիմա այս փոքրը առողջացնենք, մեծացնենք, հզորացնենք, ես այդ եմ ուզում։ Իբրև հայ, իբրև մի այդ հայրենիքի մի բջիջ։ Ինչ մարտահրավերներ կան հիմա Սփյուռքում։
Գիտես, հիմա ընդհանուր միայն Միացյալ Նահանգներում չէ, աշխարհով ամենուրեք է խառը, Միացյալ Նահանգներում նույնպես, բիզնեսի հետ կապված նույնպես, այնտեղ էլ շատ դժվարություններ ունենք այսօր։ Այսօրվա իշխանությունները վատ չեն տրամադրված Հայաստանի հանդեպ, հասկանալի է, որ նրանք էլ իրենց շահն ունեն, ինչը նորմալ է։ Եթե մենք խոսում ենք բիզնեսի մասին, եթե մենք խոսում ենք փոխշահավետ գործարք, ինչը նորմալ է։ Մենք պիտի իմաստուն գտնվենք, խելացի գտնվենք, որ այդ գործարքի մեջից օգուտով դուրս գանք։ Իր շահ մեր հայրենիքին։ Բայց դա է, եթե տենց զուտ համայնքային կյանքի մասին է, մարտահրավերների, ես վերջերս մի եթեր էի արել, ասում էի, որ ընտրությունները Միացյալ Նահանգներում էլ են նույն ընտրությունները։ Այսինքն հիմա կարծեմ օրերս Գլենդել քաղաքում քաղաքապետի ընտրություններն են, ունենք 9 հայ թեկնածու։ Հասկանում եք, չէ՞ որ այդ Գլենդել քաղաքում միայն հայեր չեն ապրում։ Հիմա եթե պիտի այդ զուտ այդ հայ ընտրողների ձայները բաժանենք 9 հոգու մեջ ու հետո չընտրվեն, ինչ ենք անում։ Ինչ ենք ուզում։ Կամ ինչի մենակ Գլենդել։ Չգիտես ինչի մեր մոտ այդ միշտ տենց պիտի տենց հատուկ լինի, էլի։ Առհասարակ Սփյուռքում ոչ միայն Ամերիկայի մասով մենք ունենք հայապահպանության լուրջ խնդիր ու հասկանալի է, որ գնալով այդ խնդիրները խորանում են սկսված լեզվից, մշակույթից, ինքնությունից, բոլոր ժամանակներում ամենակարևորը եղել է ինքնության պահպանումը, որովհետև եթե ունես ինքնությունը, պետությունը իսկապես կկարողանաս կառուցել ինքնության վրա։ Եվ մենք լավ գիտենք, որ պատերազմները չեն մղվել միայն տարածքների համար, մղվել են նաև մշակույթի համար, մղվել է հենց մշակույթի համար, ինքնության համար։ Վերջերս Գլենդելի, ասես ասեմ, ակտիվ համարվող դեմքերից մեկը, որը քաղաքապետի թեկնածու է, առաջադրվել, իր էջում կիսվել է մի տեսանյութ, որտեղ Տիգրան Ասատրյանի երգը անվանել է հայկական մշակույթ եւ ինքնություն։ Ես բնականաբար որակում չեմ տալիս Տիգրան Ասատրյանի կատարումներին, կարելի է գնալ, ապարել, չգիտեմ, ռեստորանում երգել եւ այլն, բայց դա անվանել հայկական ինքնություն կամ հայկական մշակույթ, այն էլ Սփյուռքում, այն էլ լինելով այդ պահին ինչ որ քաղաքական գործընթացում գտնվող մարդ, արդյոք լուրջ մարտահրավեր չէ։ Արդյոք դա է մեր ինքնությունը։ Իհարկե ոչ։ Մենք հիմա խոսեմ ռաբիս երգի ներկայացուցիչները պիտի ասեն խոսում են։ Ես ոչ մի բան չեմ ասում դեմ եմ, կողմ եմ, իսեր Աստծո, բայց մենք խոսում ենք ռեստորանային երգչի մասին, եւ դա իհարկե մեր մշակույթը չէ։ Մենք ունենք առողջ մշակույթ, ու եթե մեկը, չեմ էլ անկեղծ առաջին անգամ եմ լսում սրա մասին, չեմ էլ ուզում հարցնել, թե որ թեկնածուն է ասել, եթե մեկը համարում է, որ Տիգրան Ասատրյանի երգը հայ մշակույթն է, այդ միայն իր խնդիրն է։ Գիտես, ես ավագ որդուս, երբ որ ավագ որդիս ծնվեց ու հենց սկսեցի իրեն մանկապարտեզ դանել, մի հատ լավ փորձ արեցի։ Ամեն առավոտ, երբ ես նրան տանում էի մանկապարտեզ, ես միացնում էի երաժշտությունը, առողջ երաժշտություն էի միացնում։ Հայկական նույնպես, բայց ասենք իմ որդին բոչելի էր լսում, չելենտանո էր լսում։ Ու հիմա եթե այդ քո թվարկած մարդկանց երգերից իրան հարց տաս, ինքը ոչ մեկին չի ճանաչում։ Ու ես բախտավոր եմ, որովհետև ես գիտեմ դա մեր մշակույթը չի։ Ես հասկանում եմ, որ մենք Կոմիտասի երգերի տակ խնդրիկ չենք կարող անել։ Նորից եմ կրկնում, մյուսի հետ էլ խնդիր չունեմ, բայց չէ, այտենց չի, մենք լավ առողջ մշակույթ ունենք, հետո մեր մոտ համայնքային կյանքից ներս բավականին լավ է, մենք այդ խնդիրն էլ չունենք, մեզ մոտ Փառք Աստծո արգելք չկա, նման բան չի լինում, որ ասենք կողքովդ ամերիկացի կարող է անցնել ու ասել քեզ գիտես ինչ կա, դու գտնվում ես իմ երկրում, դու պիտի հայերեն չխոսես, պիտի անգլերեն խոսես, նման բան չկա, Փառք Աստծո մենք ունենք տասնյակ հայկական դպրոցներ, եկեղեցիներ, եկեղեցու շաբաթօրյա դպրոցներ, կիրակնօրյա դպրոցներ, ու ես կարծում եմ, որ այդ առումով մենք բավականին հաջողված համայնք ունենք ու
Մեզ մոտ կա այդ նորմալ առողջ մշակույթն էլ կա, տարբեր միջոցառումներ, բազում միջոցառումներ։ Ես չգիտեմ թե այդ տեխնացուն որտեղից է այդ իր մտքով անցկացրել, չեմ ուզում, չգիտեմ դու միտումնավոր արեցիր այդ թե չէ, բայց չեմ ուզում անդրադառնալ շատ խոսել դրա մասին, որտեվ եթե խոսեմ, ոնց որ ասում են, կլինեն լաց եւ ատամների կրճտոց։ Դպրոցների մասով խոսենք, վերջերս հարցազրույց էին նայում, հենց Հայկ Մարկոսյանի մոտ Արտիկ Հասախյանը ասում է, որ վերջին տարիներին ավելի շատ է հայկական դպրոցներ փակվել, քան որ դրանից առաջ 30 տարիների ընթացքում բացվել են հայկական դպրոցներ։ Արդին միգուցե խոսել է Փասադենայի այդ հրդեհներից հետո այնտեղ դպրոց հրդեհվեց ու կարծեմ խնդիր կա դպրոցը նորից կառուցելու։ Գիտես, միշտ տարբեր է, երբ ես դեմ չեմ, որ դպրոց բացողներն էլ բիզնես մտածեն, բայց կոնկրետ երբ որ հարցը վերաբերվում է մշակույթին կամ դպրոցներին ու երբ որ ոնց որ ես հիմա ասենք եկեղեցի կառուցեմ բիզնես նպատակով, այդ մի քիչ ինձ համար կարծում եմ արդին այդ է նկատի ունեցել, չէ մենք ունենք պահանջարկը կա այսինքն հայկական դպրոցի։ Կան, հետո այստեղ մի քիչ էլ բավականին թանկ արժեն եւ հատկապես private school կոչվածները, այսինքն մասնավոր դպրոցները բավականին թանկ արժեն։ Դա էլ է միգուցե խոչընդոտ, որ այդ դպրոցները գոյատևեն, որտեվ հատկապես վերջին տարիներին եկածները Միացյալ Նահանգներ գումար վաստակելու խնդիր ունեն նաև։ Իրենք պիտի կարողանան, եթե մի ընտանիքում 2-3 զավակներ կան ու եթե պիտի իրանց դպրոցները լինի վճարովի, պատկերացրեք թե ինչ մեծ թվերի մասին է խոսքը։ Դա էլ իր հերթին տարբեր կարծիքներ կան։ Մարդիկ կան, որ public, այսինքն սովորական դպրոցների կողմնակից են եւ private-ներին են դեմ։ Այդ հարցով, չգիտեմ, արդին ինչ է նկատի ունեցել, բայց կհարցնեմ հենց որ հանդիպեցի։ Հայաստանից նոր տեղափոխվող հայ ընտանիքով Ամերիկայի Միացյալ Նահանգներ ինչ խնդիրների կարող է բախվել եւ արդյոք համայնքը պատրաստ է լինում աջակցելու։ Օրինակ ընկերներից մեկից մի հետաքրքիր բան իմացա եւ շատ ուրախացա այդ փաստի հետ կապված։ Ասում է, որ երբ սկզբնական փուլում առաքում է կատարելուց եղել, բոլոր այն հայերը, ովքեր եղել են պատվիրատուն, թեյավճար են թողել պարտադիր։ Այդ դա համայնքային մտածելակերպ է։ Ես օրինակ համամիտեմ, որ այո, հայերը, ասեմ, պարսկահայերը շատ, Պարսկաստանից եկած պարսկահայերը ունեն նման բան, իրենք ոնց որ, իրենք այդ, եթե որևէ պարսկա ինչ-որ մի բիզնես է բացում, նրանք փորձում են աջակցել, Երանի քո ասածը մի օր իրականություն դառնա, ու մենք, գիտես, այստեղ խնդիրներ կան, որ բախվում են իրար, կան մարդիկ, ովքեր բիզնեսից չեն հասկանում և բիզնեսի մեջ են մտնում, ու դու փորձում ես իրենց օգտակար լինել, բայց ինչ-որ մի կետի վրա չեն հաջողում, որովհետև իրենք բիզնեսից չէին հասկանում, բայց ես համաձայն եմ, այո, մենք պիտի հրյաներ ունեն, տենց, ես մի անգամ հրյա ռաբայի հետ էի խոսում, այդ քոշեր ուտելիքի հետ կապված, իրականում ինչ են անում, իրենք գալիս են, օրնում են ուտելիքը, ինչը պիտի իրականում, եթե ըստ մեր եկեղեցու կարգերի համաձայն, ամեն անգամ երբ մենք նստում ենք հաց ուտելու, մենք էլ պիտի աղոթք անենք եւ նոր հաց ուտենք, ինչ են անում, իրենք կոշեր են դարձնում իրենց ուտելիքը եւ իրենք առանձին են վաճառում այդ, բայց դրանով իրենք օգուտ են տալի իրենց հայրենիքին, Իսրայելին։ Ես համաձայն եմ, որ մենք պիտի այդ առումով կարողանանք մեկս մյուսին օգտակար լինել։ Գիտես, ժամանակին շատ տարբեր եղել է։ Հիշում եմ ժամանակին ասում էին, որ Քրքորյանը երբ եկել է Միացյալ Նահանգներ, դիմել է այն ժամանակ եկեղեցուն, որպեսզի իրեն կացարան տան, թե ինչ որ մի բան ու չեն տվել, հետո ինքը խռովել է, նման բաներից էին խոսում։ Այսօր բաներ կա, որ մերոնք դժբախտաբար նոր եկած մարդիկ չեն հասկանում դա, իրանք մտածում են, որ պիտի այդ աջակցությունը, չգիտեմ, ասենք, որևիցե մեկը եթե եկավ եկեղեցի, ասեց ես տուն չունեմ, եկեղեցին իրեն պիտի տուն տա, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Ես համաձայն եմ, որ մենք, ես նման բան չեմ ուզում խոսել եթերով, բայց զուտ քո հարցին պատասխանեմ, ես նման տենց ինձ համար բան էի որդեգրել, որևէ մեկը երբ որ գալիս էր Միացյալ Նահանգներ, եթե իրեն օգտակար լինելու հարց կար սկզբնական ժամանակ, այսինքն ես համաձայնվում էի
իր տան համար գնել կահույք ու երբ որ նա փորձում էր ինձ ամիսներ կամ տարիներ հետո փոխհատույց լիներ, ես ասում էի դու էլ մեկ ուրիշի համար արա։ Ինձ պետք չէ դի։ Հա ու այդ նորմալ է։ Երբ որ մենք կարողանանք գանք այդ մտքին, այո, երբ որ ես նոր էի գնացել Միացյալ Նահանգներ 26 տարիներ առաջ, այն ժամանակ որևէ հայ, երբ բիզնես էր բացում հայկական հատկապես, ինքը մտածելու տեղ ուներ։ Կարողա բացեմ ու չաշխատի։ Այսօր այդ խնդիրը չկա, այնքան շատ են հայերը, եթե այդ բիզնես բացողը ճիշտ մարդ է, ու եթե հայերը այդ քո ասած գիտակցությունը ունենան, ուրեմն բիզնեսը անպայման կհաջողի։ Մենք պիտի գանք դրան, մենք այդ տենց է, նորմալ է։ Նորմալ է, այո, եթե գոյություն ունի, օրինակ վստահ եմ հիշում ես, որ դեպք եղավ, որ ես խանութներից թուրքական ապրանքները հանել տվեցի, խնդրելով, ստիպելով, բողոքելով, դա էլ չէ, նպատակը ինչ է, չէ, ու միշտ ասում էի, ասենք, ասում էի գնեք հայկականը, չգիտեմ, նույն հիմա այսօր հենց այդ խնդրի առաջ են կանգնած, ասենք Ռուսաստանը մեզ սպառնում է, սա չենք առնի ձեզանից, այն չենք առնի, չեք ուզում առնեք, մենք կգնենք, բայց եթե մենք 2 միլիոնանոց համայնք ենք, որն է մեր պրոբլեմը, եթե մենք, չգիտեմ, եթե պիտի այն ապրանքը, որը պիտի մնա արտադրողի վրա, եթե մենք հզոր սփյուռք ենք, չէ՞ ներկայանում, բա եկեք օգտենք, եկեք այդ շատ լավ հարց ես բարձրացրել։ Վերջերս մի բիզնեսատիրոջ հետ էի խոսում, մի հատ ուրիշ խնդիր էլ կա, այստեղի հայրենիքում արտադրողները չեն տիրապետում Միացյալ Նահանգների շուկային։ Իրենք այդ նույն արտադրանքը վստահում են արտահանողի վրա, այսինքն իրենք անձամբ չեն բերում Միացյալ Նահանգներ, իրենք էլ տալիս են մեկ ուրիշին, ու այդ մեկ ուրիշը փորձում է ավելի շատ գումար վաստակել, քան որ արտադրողն է ուզում վաստակել։ Ինչ է դառնում, միջնորդը իր արդեն գումարը դնում է վրեն, մինչև ուզում է Միացյալ Նահանգներում արդեն այդ ապրանքը վաճառել, արդեն այնտեղի վաճառողին տեղ չի մնում գումար վաստակել։ Այսինքն այդ կապը նորից էլի սփյուռք, հայրենիք պիտի առողջ լինի, պիտի այդ կապը, այդ կամուրջը պիտի ճիշտ լինի, չգիտեմ, կլինի սփյուռքի հանձնակատարի միջոցով, չգիտեմ, կլինի հենց կոնկրետ համայնքներում ներկայացուցիչների միջոցով, բայց պարտադիր բան է դա։ Խոսենք ձեզ համար շատ ցավոտ թեմայից մի փոքր էլ անդրադառնանք եկեղեցուն։ Յուրաքանչյուր մարդ, ով ճանաչում է ձեզ, տեղյակ է։ Ես այսպես շատ չանդրադառնամ, կցանկանամ, որ դուք անդրադառնաք, ինչ խնդիրի առաջ է հիմա կանգնած եկեղեցին։ Արդյոք սա պառակտում չէր նաև ինչ որ չափով այստեղի սփյուռքի եկեղեցիների մասով։ Ոչ, պառակտում չկա, եթե ինձ եք հարցնում։ Հուսով եմ, այս մոնտաժ չեք անելու, որովհետև ես ուրիշ մտածող, այլ կերպ մտածող մարդ եմ։ Ես 8 տարիներ առաջ բարձրաստիճան հոգևորականների հետ խոսեցի, ասացի, որ եթե դուք խնդիր ունեք ներկայիս իշխանությունների հետ, դա մի բերեք, սարքեք հայոց հարցը։ Եվ ձեզ ոչ մեկ էլ չի ասում, որ դուք պարտավոր եք համաձայն լինել ներկայիս իշխանությունների հետ, բայց դուք պարտավոր եք համագործակցել որևէ իշխանության հետ, որովհետև մենք հասկանում ենք, չէ, որ մենք գործ ունենք իշխանության հետ եւ չհամագործակցելը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու, ինչի առաջ հենց հիմա կանգնած ենք մենք։ Այո, գայթակղություն է սա, մեծ գայթակղություն է հատկապես այն հավատացյալների համար, ովքեր իրականում շատ ներողություն, բայց մեծ հաշվով ոչ մի բանից էլ չեն հասկանում։ Իրենց հասկացածը ծունկի գալն է, աղոթք անելն է, ես խնդիր չունեմ դրա հետ, ես հարգում եմ եւ միգուցե իրենց աղոթքը 1000 անգամ ավելի մեծ օգուտ տա անգամ ինձ, քան իմ աղոթքը, բայց բարենորոգումը պարտադիր է, անխուսափելի է, որովհետև իմ զավակների կամ իմ թոռների հոգևորականի կերպարը վտանգված է։
ես իբրև հոգևոր կրթություն ունեցող մարդ այլ կերպ եմ պատկերացնում հոգևորականի կերպարը։ Ես չեմ ասում չկան այդ հոգևորականները, ում ես ուզում եմ տեսնել։ Կան, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես շատ ցավոտ եմ տանում այդ թեման։ Ես ժամանակին ատամներով պաշտպանում էի որևէ հոգևորականի ում մասին խոսում էին։ Բայց դժբախտաբար եկավ հասավ մի հատ այնտեղ, որ ես էլ չեմ կարողանում, որովհետև խոսքը 1-ի 2-ի մասին չէ։ Այո, ինձ համար շատ կարևոր է հոգևորականի կերպարը։ Եվ ես իբրև հոգևոր կրթություն ունեցող մարդ, ես համարում եմ, որ այո, հոգևորականը բացի իր առաքելությունից ուրիշ ոչ մի բանով պիտի չզբաղվի։ Ես մեկ անգամ լավ օրինակ բերեցի։ Ասացի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդամենը 3 միլիոնի վարչապետն է։ Ամենայն հայոց կաթողիկոսը ողջ ազգի։ Հաշվենք լավ, թող այդ ազգից մի 500,000-ն էլ լինեն աղանդավորներ, բողոքականներ, կամ ովքեր որ, չգիտեմ, իրենց չեն համարում հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ։ Այսինքն, եթե մենք հոգևոր դաշտում հեղափոխություն անեինք, եթե մենք հոգևոր դաշտը մաքուր պահեինք, այսօր այդ նույն հոգևորականների բարձրացրած խնդիրները չէին լինի։ Այնպես որ ես էլ իբրև այդ նույն տնից դուրս եկած մարդ շատ լավ հասկանում եմ ոնց պիտի անեինք, որ այս օրը չընկնեինք, ու դժբախտաբար հենց մենք այս օրն ենք ընկել այդ չանելու պատճառով։ Բայց ես նորից եմ ասում, հիմա էլ ուշ չէ։ Եվ բարենորոգումը պարտադիր է։ Իսկ արդյոք վտանգված չէ եկեղեցին որպես ինստիտուտ։ Արդյոք այս պառակտումը չի արժեզրկում հենց եկեղեցուն։ Տեսեք, եթե եկեղեցի դուք նկատի ունեք ետառը մեծատառ, ես ասում եմ, որ ոչ, որովհետև այդ եկեղեցին ինձ համար սրբությունն է։ Եվ այդ եկեղեցին, Հիսուս Քրիստոսի եկեղեցին անխոցելի է։ Ով էլ փորձի չի կարողանալու։ Եթե մենք խոսում ենք եկեղեցի իբրև ինստիտուտ, ինչին ես միշտ դեմ եմ եղել, որովհետև ինչի ենք մենք ուզում ինստիտուտ, որ ինչ անենք, ընտրությունների մասնակցենք, որ կարծիք հայտնենք, որ բիզնես անենք, ինչ անենք։ Ինձ համար եկեղեցին ճանապարհն է դեպի փրկություն։ Արդյոք դու այդ եկեղեցու մասին էիր խոսում։ Արդյոք մենք, եթե այդ եկեղեցու մասին ենք խոսում, դրա բանաձևը մեկն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Արդյոք մենք այսօր Աստծո խոսք ենք քարոզում, ճիշտ քարոզում ենք։ Ես ասում եմ, որ ոչ։ Այսօր դժբախտաբար Աստծո խոսքը շատ քիչ է քարոզվում։ Դրա համար էլ այսօր ունենք այսքան շատ աղանդավորներ, այսքան շատ այդ քո ասած պառակտումը հենց այդտեղից է գալիս։ Որովհետև գիտես, ես աղանդավորների եմ ճանաչում, որ ինքը գնում է կյանքի խոսք Bible study լսելու, Աստվածաշունչ լսելու, հետո որ իրան պետք է լինում, որ ինքը իր երեխային մկրտի, գնում է Հայաստանից առաքելական Սուրբ Եկեղեցի։ Այսինքն մենք դարձել ենք զուտ ծես անողներ։ Մինչդեռ մենք աշխարհի ամենահնագույն եկեղեցիներից մեկը եւ ամենաճիշտ դավանանք ունեցող եկեղեցիներից մեկը, իդեպ, չգիտեմ, եթե տեղյակ ես թե չէ, այս վերջին մի քանի օրերին այնքան շատ իրադարձություններ տեղի ունեցավ, միգուցե վրիպել է ձեր աչքից, ընդամենը մի քանի օրեր առաջ, կարծեմ մայիսի 26-ին Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանի ջանքերով շատ լավ բան տեղի ունեցավ։ Մայրաքաղաք Վաշինգտոնում գոյություն ունի Աստվածաշնչյան թանգարան, եւ Վաշինգտոն քաղաքի ամենաշատ այցելու թանգարաններից մեկն է։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները իրար այդ համագործակցության բան ստորագրեցին, որ մենք այդ թանգարանում, այնտեղ բավականին մեծ գումարների մասին է խոսքը, թուղթ ստորագրվեց, որ Հայաստանը իբրև աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած ազգ, մեր հոգևոր մշակույթը այդ թանգարանում, չգիտեմ քանի տարիներ պիտի ներկայացվի։ Սա հրաշալի լուր է, որևէ
հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդի համար։ Դուք պատկերացնում եք աշխարհի կենտրոններից մեկում մարդիկ մտնում են թանգարան եւ տեսնում են հայկական հոգեվոր մշակույթի անկյուն։ Սա բացառիկ բան է։ Ես կարծում եմ, որ մենք պիտի համագործակցենք։ Ու հիմա խոսեցի, հիմա մարդիկ պիտի ասեն, որ չգիտեմ, կողմ են պաշտպանում, բայց չէ, սա իրականությունն է։ Եկեք իրերը իրենց անուններով կոչենք։ Եթե անձնապես 1, 2, 3 հոգեվորականներ խնդիր ունեն, եթե իրենք ունեն քաղաքական հայացքներ կամ իրենք որոշել են քաղաքականությամբ զբաղվել, դա միայն իրենց խնդիրն է։ Եվ հայ առաքելական եկեղեցին իբրև կառույց անխոցելի է ու երբեք չի մտնելու այնտեղ, որտեղ որ մենք թույլ կտանք, որ այդ եկեղեցուն, չգիտեմ, խոցեն, նեղեն, թույլատնեն։ Եվ այստեղ, գիտեք, մի հատ շատ կարևոր հանգամանք կա, ընդամենը 2 օր առաջ իմ հոգեվորական ընկերներից մեկին հարցրեցի։ Ասի, եթե չլինենք մենք, հավատացյալներս, դուք ում եք պետք։ Այստեղ շատ կարևոր է, որ հավատացյալն էլ իր բաժին պատասխանատվությունը կրի եւ իր բաժին տերը լինի հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Կարծում եմ ավելի, չգիտեմ, ես մենակ ձեր մոտ եմ այսպես հանգիստ խոսում, որտեվ ոնց որ շատ լրատվականներ իդեպ դժգոհում են, որովհետեւ ինձ կանչում են հարցազրույցների, չեմ գնում։ Հա, բայց դա գոռոզություն չէ, ուղղակի չեմ սիրում։ Իսկ այստեղ ինձ ինչպես մեր տանն եմ զգում, այո, այդպես էլ կա։ Ինչպիսին եք պատկերացնում հայրենիքը եւ Սփյուռքը 10 տարի անց, որի համար պայքարում եք, այս պահի պայքարը 10 տարի հետո ինչպիսին եք ուզում տեսնեք։ Գիտեք, եկեք ուժեղանանք։ Եկեք նախ ուժեղանանք։ Եկեք դառնանք կայուն պետություն։ Օրինակ, Միացյալ Նահանգներ Իրան պատերազմը երբ որ սկսվեց, ես նույն կարծիքին եմ մնացել, որ պարսիկները լավ առևտրականներ են։ Իրենք այս պատերազմը ավարտվելու է եւ իրենք իրենց լավ առևտրական լինելու արդյունքում իրենց օգտին նաեւ այս պատերազմը ավարտելու են։ Մենք էլ պիտի վերջ-վերջովս այդ լեզուն պիտի հասկանանք ու մենք էլ եկեք հզորանանք, եկեք մեր անկախությունը դարձնենք կայուն, մեր խաղաղությունը դարձնենք կայուն, իսկ վաղվա օրը Աստված կհոգա։ Ով կպատկերացներ ընդամենը մի քանի ամիսներ առաջ ինչը տեղի ունեցավ Իրանի ու Միացյալ Նահանգների պատերազմի արդյունքում, ասենք Էմիրատների հետ, Դուբայի հետ, ով կպատկերացներ։ Չեք բացառում, չէ՞ որ նույնը կարող է պատահել մեր թշնամի հարևան պետությունների հետ։ Արդյոք մենք պատրաստ ենք լինելու այն ժամանակ մեր վաղեմի, պապերի, հասկանում եք ինչ եմ ասում։ Պիտի պատրաստ լինենք, եկեք ուժեղանանք, եկեք պատրաստենք, գիտեք, Ադրբեջանը գումար չի խնայում, որպեսզի երիտասարդներ պատրաստի եւ Վաշինգտոնյան ամենաբարձր կառույցներում ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին օգնականներ դարձնի։ Քանի օգնական ունենք հայ, իսկ քանի օլիգարխ ունենք, ով ուզում է փրկել մեր հայրենիքը, բա մի 100 երեխու տենց բարերարություն արեք, թող գան Վաշինգտոնում դառնան այտենց լուրջ սենատորների, կոնգրեսմենների օգնականներ ու հայրենիքի համար լուրջ հարցեր լուծեն։ Ինչքան ուզեք, այնքան կասեմ։ Շատ լավ, հրաշալի զրույց էր, շնորհակալ եմ շատ Կարեն։ Ես եմ շնորհակալ։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա on-line shop.grohe.am